Իրանն առաջարկում է մեծացնել գազի արտահանման ծավալները դեպի Հայաստան, ինչպես նաև գնահատել կապույտ վառելիքը Հայաստանի տարածքով այլ երկրներ արտահանելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է իրանական ԹԱՍՆԻՄ գործակալությունը, անցած շաբաթվա վերջին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանի հետ հանդիպումից հետո Իրանի նավթի նախարար Մոհսեն Փագնեժադին նշել է, որ Թեհրանը առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի մեջբերում եմ ընդլայնել բնական գազի արտահանումը։ Մինչև այժմ երկու երկրների էներգետիկ համագործակցությունը իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակներում։ Միաժամանակ իրանցի նախարարը նշել է, որ նոր առաջարկի իրականացումը պահանջում է գոյություն ունեցող ենթակառուցվածքների բազմակողմանի գնահատում, ինչպես նաև իրանական գազի արտահանման համար Հայաստանի տարածքը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու հնարավորության դիտարկում։ Առայժմ պարզ չէ, արդյոք պաշտոնական Երևանը համաձայնել է իրանական գազի ծավալներն ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Տարածքային կառավարման նախարարությունը միայն տեղեկացրել է, թե կողմերը քննարկել են մատակարարվող գազի ծավալները ավելացնելու եւ էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ։ Պետք է փաստենք, որ սա շատ լավ նորություն է։ Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը նշում է, որ երկու երկրների միջև ստեղծվելիք նոր աշխատանքային խումբը պետք է քննարկի, թե ինչ ճանապարհով կարելի է մեծացնել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը։ 140 կիլոմետրանոց խողովակաշարի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ գրեթե 20 տարի առաջ, 2007-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի-Նեժադի մասնակցությամբ։ Տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ գազ արտահանելու կարողություն ունեցող այս գազատարը, որն անհրաժեշտության դեպքում կարող է ծածկել Հայաստանի ներքին պահանջարկի զգալի հատվածը, այսօր օգտագործում է իր կարողության չնչին մասը։ Անցած տարի ըստ փորձագետի Հայաստան է արտահանվել ընդամենը 480 միլիոն խորանարդ մետր իրանական գազ։ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 2.5 միլիարդ խորանարդ մետր գազ, որի շուրջ 80%-ը ներկրվում է Ռուսաստանից։ Հիմնական խնդիրներից մեկը այս աշխատանքային խմբերի պետք է հասկանալ, թե ինչպես կարող է մեծացվել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը, մինչև ենթադրենք 1.1 միլիարդ, այսինքն կրկնապատկվել, եւ որպեսզի այս աշխատանքները չխոչընդոտեն մեր համագործակցությանը ռուսական կողմի հետ, իսկ իդեալական դեպքում նաև ներառնեն ռուսական կողմը, եւ այդ դեպքում վստահ եմ արդեն կարելի է մտածել 2-2.3 միլիարդ կուբամետր գազ ներկրելու համար։ Հայաստանը տարիներ շարունակ Իրանից ստացած գազը վերածում է էլեկտրաէներգիայի եւ փոխանցում Թեհրանին գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակներում։ Փորձագետի համոզմամբ Հայաստանի համար այս շահավետ գործարքը հնարավոր է ընդլայնել եւ կրկնապատկել իրանական գազի ներկրման ծավալները տարեկան 480 միլիոնից հասցնելով 1.1 միլիարդ խորանարդ մետրի։ Իսկ հնարավոր է արդյոք իրանական գազով ծածկել Հայաստանի ողջ ներքին պահանջարկը։ Փորձագետն ասում է, որ հնարավոր է, սակայն կարծում է, թե Հայաստանն իր առջև այդպիսի խնդիր չի դրել, քանի որ Երևանին ձեռնտու է գազամատակարարման դիվերսիֆիկացիան, այսինքն կապույտ վառելիքը ստանալ եւ Իրանից եւ Ռուսաստանից։ Առավել եւս, որ ըստ Մարջանյանի այժմ իրանական գազը 2 անգամ թանկ է Հայաստան ներկրվող ռուսական գազից, իսկ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը ըստ Մարջանյանի թույլ է տալիս շրջանցել գնագոյացման հարցը, քանի որ գազը փոխանակվում է էլեկտրաէներգիայով։ Գազը ստանում ենք, տեղը տալիս ենք էլեկտրական էներգիա, սա շատ ձեռնտու ռեժիմ է հայ-իրանական համագործակցության համար եւ առաջիկա խնդիրն է, կարծում եմ, հասցնել այդ համագործակցությունը իր նոմինալ ցուցանիշներին, այն է 1.1 միլիարդ խորանարդ մետր ստանալ եւ մոտարապես 3 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա արտահանել։ Հիշեցնեմ, որ դրա համար պետք է կառուցել Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը։ Զարմանալի է, որ այս աշխատանքային խմբերի ցանկում կարծես թե չի նշվում այդ գծի արագ եւ անխոչնդոտ թողարկումը այս տարվա վերջին կամ մյուս տարվա մինչև կեսերը։ Մյուս կողմից Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածը գտնվում է ռուսական Գազպրոմի վերահսկողության ներքո, այսինքն ըստ փորձագետի առանց ռուսական կողմի համաձայնության իրանական գազի արտահանման ծավալների մեծացում հնարավոր չէ։ Հաշվի առնելով Մոսկվայի կողմից վերջին օրերին հայկական ապրանքների դեմ օրորի ահագնացող պատժամիջոցները, ռուսական կողմը կհամաձայնի Թեհրանի այս առաջարկին։ ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը կարծում է, որ հնարավոր է բանակցել։
Վստահ եմ, որ այստեղ կարելի է գտնել փոխշահավետ լուծումներ։ Թեհրանի հետ էներգետիկ համագործակցությունը խորացնելու եւ գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մասին Իրանից հնչող հայտարարությունները հաջորդեցին Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի թանկացման մասին զգուշացումներին։ Ռուսաստանի նախագահի խոսնակը դեռ 2 ամիս առաջ էր հայտարարել, Հայաստանի գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ն։ Ավելի վաղ էլ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն էր զգուշացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Մոսկվան գազը Երևանին վաճառում է 1000 խորանարդ մետրի դիմաց $177, մինչդեռ Եվրոպայում այն արժե շուրջ $600։ Разница большая. Որքանով է իրատեսական իրանական գազի արտահանման ծավալների ավելացումը ԱՄՆ-Իրան աճող լարվածության ֆոնին։ Պաշտոնական Երևանն արդյոք համաձայն է Թեհրանի այս առաջարկին, կոնկրետ ինչ ժամկետում է ստեղծվելու հայ-իրանական էներգետիկ համատեղ աշխատանքային խումբը։ Այս հարցերը տարածքային կառավարման նախարարից այսօր ճշտել չհաջողվեց։ Ակնկալվում է, որ Դավիթ Խուդացյանի Իրան կատարած այցի ավարտին հայկական կողմը հանդես կգա մեկնաբանություններով։